Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանի հետ, ցանկության դեպքում կարող եք բաժանորդագրվել YouTube-յանի Մալիքին։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Բարև ձեզ։ Պարոն Քոչինյան, Հայաստանում նախընտրական ակտիվ մեկնարկ է արդեն տրվել քաղաքական դաշտում, չնայած որ Քարոզ Արշավը դեռ պաշտոնապես չկա, արտաքին ինչ միջամտություններ ակնկալի հայ հասարակությունը, մենք տեսնում ենք ակտիվ հայտարարություններ թե Ռուսաստանից, թե Միացյալ Նահանգներից, Թուրքիայի արտգործնախարարները ավելի վաղ հայտարարություն արել եւ այս կենտրոններից որ մի հայտարարություն արդեն գործնական կարտացոլվի Հայաստանում։ Գիտեք, ես կարծում սա մեր նորագույն պատմության երևի թե ամենաաշխարհակ քաղաքականացված ընտրություններն են, հա, երբևիցե Հայաստանում ընտրությունները այսքան մեծ ուրեմն մեծ քաղաքականության թատերաբեմ չեն եղել եւ այսքան օտար երկրյա ներկայություն մեր ընտրական գործընթացներում երևի թե չի եղել։ Դուք նշեցիք Միացյալ Նահանգներ, ես այդտեղ կավելացնեմ նաև Եվրոպական միություն, ես կավելացնեմ ուրեմն բացի Ռուսաստանի Դաշնությունից նաև մեր այլ հարևան պետություններ Թուրքիա, Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչ որ չափով Ադրբեջան, այսինքն միջազգային հարաբերությունները եւ միջազգային ակտորները այո իսկապես դարձել են այս ընտրական ցիկլի շատ ակտիվ մասնակիցները։ Հիմա ինչ վերաբերվում է ինչ գործնական դերակատարություն մենք արդեն տեսնում ենք, ես կարծում եմ ամենամեծ դերակատարությունը մինչև այս պահը մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ինչ նկատի ունեմ, Ռուսաստանի Դաշնությունը փաստացի ուղղակի գործուղել է իր քաղաքացուն ռուսաստանցի օլիգարխի, ռուսաստանցի միլիարդատիրոջ ունենալու այստեղ ամենաակտիվ դերակատարություն, ամենաակտիվ մասնակցություն, ընդ որում սա ինչ որ հեծանիվ չի հորինվել, որովհետև սրանից տարիներ առաջ նույն տեխնոլոգիան կիրառվել է նաև Վրաստանում։ Վրաստանն էր գործուղվել մեկ այլ ռուսաստանցի օլիգարխ, մեկ այլ ռուսաստանցի միլիարդատեր, որը իր առջև նպատակ էր դրել Վրաստանում ամբողջ իշխանությունը կոնսոլիդացնել իր ձեռքում։ Այսինքն, պայմանական ոնց որ Ռուսաստանում մեկը նստել հաշվրա, դե երկուսն էլ կովկասցի ազգ են, շատից նույն բանն են, բերեք սպասեք նույն քաղաքական տեխնոլոգիա, նույն գործիքը կիրառենք նաև Հայաստանում, հա։ Սա ոնց որ այսպես ցցուն օրինակը նրա, թե ինչպես է Ռուսաստանը մասնակցում այս ցիկլում արկա ուրեմն ընտրություններին։ Մեկ այլ օրինակը նաև այն երևի թե ինչ-որ չափով աննախադեպ տեղեկատվական գրոհը, կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության, որը որ մենք տեսնում ենք արդեն ամենօրյա ձևաչափով եւ սոցիալական հարթակներում, չգիտեմ, Facebook, TikTok, Instagram եւ այլն, եւ որոնողական համակարգերի գովազդներում մենք տեսնում ենք հսկայական քանակությամբ արհեստական բանականությամբ գեներացված վիդեոներ, մենք տեսնում ենք բացահայտ կեղծ ապատեղեկատվություններ, այդ ապատեղեկատվությունները հիմնականում, գիտեք, այսպես ուրեմն հայ ժողովրդի հայության այն հիմնարար վախերի, մտահոգությունների կիրառմամբ են զբաղված։ Օրինակ, ես տեսնում եմ տենց տարբեր նման սոցիալական էջերում առաջին հայացքից այսպես, գիտեք, բանական մարդու հիմարություն տարածող, բայց արի ուտես, որ մարդկանց վախերը լավ բռնող ուրեմն բաներ են տարածում, թե այս Երևանում նորակառույցները, որ կառուցում են, դա կառուցում են թուրքերի եւ ադրբեջանցիների համար, որ այդ մարդիկ գան Հայաստանում բնակվեն, կամ օրինակ համար հենց հայ-թուրքական սահմանը բացվի, 300,000 թե 400,000 թուրքը անմիջապես գալու եւ այստեղ բնակեցվելու, կամ որ օրենսդրությունը փոխում են այնպես, որ թուրքերը այստեղ կարողանան անշարժ գույք ձեռք բերեն, գալու են ամբողջ անշարժ գույքը Հայաստանում գնեն եւ այլ այսպիսի օրինակներ, որոնք հենվում են մեր բարդ պատմության վրա, մեր ողբերգությունների վրա, մեր վախերի վրա ու փորձում են դրանք կապիտալիզացնել որպես քաղաքական պրոդուկտ, հա։ Եվ վերջապես Հայաստանում գործող ամենատարբեր ինստիտուտները, որոնցից երևի թե ամենաայսպես ցցուն օրինակը Հայաստանի Առաքելական եկեղեցին է, որը առանձին գործիչների միջոցով երևի թե ամենալավ օրինակը այստեղ կաթողիկոսի եղբայրն է, ուրեմն ով որ ղեկավարն է Հայաստանի Առաքելական եկեղեցու ռուսական ուրեմն Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն է։ Թեմի առաջնորդ, այո, որը երևի թե լավ օրինակն է նրա, թե ինչ ես նկատի ունեմ։ Օրինակ Եզրաս arczepiskopos Ներսիսյանի գործունեությունը ինչպես է նկատվում քաղաքականության մեջ։
Շատ լավ հարց եք տալիս։ Մի քանի այսպես ապացուցելի եւ արդեն իսկ բավականին տարածված համացանցում տեղեկություններ կարող ենք ձեր հետ վերցնել։ Մեկը այն է, թե ինչ դերակատարություն է եզրասում ունենում հայերի Ուկրաինա հավաքագրման մեջ, որը այսպես ուղիղ ազդեցություն ունի Հայաստանում ներքաղաքական գործընթացների վրա, բայց շատ լավ ցուցիչ է նրա, թե այդ մարդը Ռուսաստանում ինչով է զբաղված եւ ինչպես է օգտագործում իր ինստիտուտը, իր դիրքը։ Սա մեկ։ Երկրորդը անընդհատ տեղեկություններ են շրջանառվում դրա մասին, որ այդ նույն դերակատարությունը նշված անձը կիրառում է, իրականացնում է Հայաստան ընտրությունների ուրեմն նախաշեմին հնարավորինս մեծ քանակությամբ ուրեմն Հայաստանի քաղաքացիներ Ռուսաստանաբնակ ուղղորդելու եւ ուղղորդված կերպով քվեարկելու նպատակով։ Սա երկու։ Երրորդը այդ պարբերաբար տեղեկությունների հրապարակում այն մասին, որ իր միջոցով կոորդինացվում է նաև ռուսաստանյան շրջանակներում բիզնեսի կապիտալի հայկական ռուսաստանյան շրջանակներում, բայց հայկական բիզնեսի եւ կապիտալի ուրեմն ներհոսքը ի աջակցություն Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ այլ ռուսական օրիենտացիա ունեցող գործիչների եւ վերջապես չորրորդը ինքնին փաստը, որ ԱԱՑ-ն հրապարակեց այն մասին, որ նշված խնդրով առարկա անձը, այսպես ասենք, հա, ուրեմն հանդիսանում է այդ ծառայության գործակալ է, մինչև այսօր էլ շարունակում է իր կապերը այդ ծառայության հետ, որը իմիջիայլոց ամենատարբեր այսպես ինչ որ շահարկումների առիթ հանդիսացավ, չգիտեմ, մարդիկ ասում էին, սա նման չի այդ վերբովկա հայերեն այդ հավաքագրման թղթի, այնքանպիսի վստահությամբ էին մարդիկ այդ հավաքագրման թղթի մասին ասում, ոնց որ իրենց տանը եղած հավաքագրման թղթերի հետ են համատեղ տեսել են նույնը չի։ Մինչդեռ ես ասեմ, որ 2000-ականներին Հայաստանի ԱԱԾ-ում ուրեմն որոշում է կայացվել եւ իրականացվել է ամբողջ փաստաթղթաշրջանառության թարգմանություն հայերեն, որտեղ դա շատ հաճախ ասում էին ոնց է ռուսերեն չի հայերեն, հա, դες դա օրինակ մեկ։ Այս բոլոր փաստերը միասին վերցրած խոսում են նրա մասին, որ մենք այդ ինստիտուտում ունենք բավականին լուրջ խնդիր։ Իմ կարծիքով այդ խնդիրը օրինակի համար շատ ավելի լուծելի է, քան այս վրացական եկեղեցում եւ քան ռուսական եկեղեցու խնդիրը, որովհետեւ ի տարբերություն այս բոլոր եկեղեցների Հայաստանի Ծառայքելական եկեղեցին ունի շատ լուրջ ինստիտուտներ, սահմանափակումներ եւ իր ավտոխտոնության, ինքնագլխության կամ անկախության, այսպես ողնաշար, հա, ասենց ասենք։ Եվ այնտեղ իմ կարծիքով խնդիրը մի քանի անհատների մասին է, որոնք պարզապես ուրեմն հավատարմության խնդիր ունեն իրենց իսկական հայրենիքի, այսպես ասենք։ Պարոն Քոչինյան, Ռուսաստանում ապրող հայերի հետ կապված, այսինքն իրենք գալու են այստեղ ընտրություն իրականացնեն, իրենց ուղղորդում են, դուք նման տեղեկություններ ունեք։ Մենք նման նախադեպ ունենք, Նարեկ, որովհետև մենք տեսել ենք, թե ինչպես էր Մոլդովայում ընտրություններից մոտավորապես 1-2 շաբաթ առաջ Ռուսաստանը փորձում, քանի որ ուղիղ չվերթները փակ էին, փորձում տարբեր քաղաքներով, տարբեր ուրեմն միջանկյալ ուրեմն գործիքներ կիրառելով հնարավորինս շատ մարդ ուղղորդել Մոլդովա, դա մոլդովական իշխանությունները մի որոշ չափով կարողացել են կանխարգելել, բայց այն որ դա որպես տեխնոլոգիա կիրառվել է Մոլդովայում, դա բավականին հստակ է եւ բավականին լավ դոկումենտացված է, այսպես ասենք, փաստագրված է բավականին լավ։ Եվ դա ես կարծում եմ շատ ավելի կիրառելի ու շատ ավելի հեշտ է լինելու ներողություն Ռուսաստանի համար Հայաստանի դեպքում։ Ինչ պետք է անի Հայաստանը, չթողնի Մոսկվայից Երևան ժամանող ինքնաթիռները վայրեջք կատարի, ինչպես պետք է այդ ռիսկը կառավարվի։ Այդ ռիսկը կառավարելու տարբեր մեխանիզմներ կան, եւ այստեղ ես ուզում եմ շեշտել, որ խնդիրը ոչ թե այն է, որ Հայաստանի քաղաքացիները, որոնք ապրում են Ռուսաստանում, իրավունք ունենան կամ չունենան քվեարկելու Հայաստանում։ Խնդիրը ուղղորդված քվեարկության ռիսկն է։ Ինչը Ռուսաստանի պարագայում գրեթե կասկած չի թողնում, եթե մարդ մի քիչ տեղյակ է, թե ինչպես են հարցերը լուծվում Ռուսաստանում, որ Ռուսաստանում իշխանությունները կարող շատ հեշտ կազմակերպեն մի քանի հայ մեծահարուստների կամ տեղական ինչ-որ հեղինակությունների համար, այսպես ժողով ասեն այ մարդը ինչ-որ քանակությամբ ձայներ կոպիտ ասած իրենց պարտավորեցնեն ապահովելու եւ սպառնալիքներ ներկայացնեն, թե ինչ կլինի, եթե իրենց արժեվ դրված խնդիրը իրենք չլուծեն։ Այդ ամեն ինչը նույնիսկ Ռուսաստանում գոյություն ունեցող համակարգի պարագայում բավականին հեշտ կազմակերպվող է եւ Հայաստանի համար ռիսկը հենց ուղղորդված քվեարկությունն է, որը
մեր օրենսդրության համաձայն ըստ էության հանցագործություն է։ Եվ այստեղ մենք պետք է լուծումներ մտածենք եւ գտնենք, թե ինչպես ենք ուրեմն կառավարելու այդ ռիսկը։ Պարոն Քոչինյան, եւ քանի որ դուք բացեցիք այդ ԱԱԾ-ի կողմից հրապարակված թղթի թեման, նախ ասում են, որ դա սովետական միության տարիներին էր եւ սովետական միությունը Եզրաս Ներսիսյանի հայրենիքն էր, բա որ երկրի ԱԱԾ-ի հետ պետք է համագործակցեր հանուն իր երկրի եւ հետո էլ ասում են, դե եթե կան գործակալների մասին տեղեկություններ, ամբողջը հրապարակեք, թող ժողովուրդը իմանա։ Սա չի նշանակում, որ իշխանությունը քաղաքական նպատակարարությունից ելնելով իր ձեռքի տակ ունենալով գործիքներ, տենց արտահոսքեր է կազմակերպում։ Այո, Նարեկ, երկրորդ հարցից սկսեմ, ես այդ պնդմանը ամբողջությամբ համաձայն եմ, Հայաստանում բավականին լուրջ խնդիր է դարձել ընտրովի արդարադատությունը, հա, երբ որ կա ուրեմն քաղաքական կոնյունկտուրայի մեջ տեղավորվող կամ քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված այդ ձեր նշած արտահոսքեր կամ արդարադատության իրականացում, դա իսկապես խնդիր է եւ դա պետք է բարձրաձայնել ու դա լրջագույն քննադատության է արժանի։ Բայց այդ խոսակցության շարունակությունը պետք է նաև ասել, որ համենայն դեպս այն արտահոսքերը կամ այն արդարադատությունը, որ իրականացվում է, ինքը այնպես չի, որ սարքովի է, կեղծ է, մտածածին է, ինքը մասն է, այո, եւ անարդար է, որ քաղաքական կոնյունկտուրայով է պայմանավորվում այն մասը, որը որ իրականացվում է, բայց այն ինչ որ իրականացվում է, այնպես չի, որ կեղծ կամ արհեստական է իրականացվում։ Իսկ այստեղ ոնց որ մեդալի երկու կողմերն են, մենք ձեր հետ պետք է արձանագրենք։ Իսկ ինչ վերաբերում է առաջին մասին, ես դեռևս չեմ խոսա նրա մասին, որ քրիստոնեական ուրեմն ինստիտուտի ներկայացուցիչը ծառայել է աթեիստական համակարգին, հələ բարոյական հատվածի մեջ չմտնենք, հա։ Ես կխոսամ այն մասին, որ ԱԱԾ-ի հայտարարության մեջ այդ նախադասությունը ունեցել է շարունակություն, որ համաձայն իրենց տեղեկության այդ մարդը շարունակում է ծառայել օտարերկրյա ուրեմն հատուկ ծառայություններին։ Ինչը մեր պարագայում արդեն իսկ պետական դավաճանության մասին ըստեյության խոսքը։ Իսկ եթե անցյալի մասին էր խոսակցությունը կարա բարոյական ինչ որ կոնյունկտուրայում տեղավորվի ոչ իրավական, ապա ներկայում այդ խոսակցությունը հենց ուղիղ շատ իրավական կոնյունկտուրայում է տեղավորվում։ Պարոն Քոչինյան, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման մոտավոր ժամկետներ դուք տեսնում եք, թե չէ, շուտով կլրանա արդեն նախաստորագրման 1 տարին, Վաշինգտոնի այսպես ակտիվ մասնակցության ներգրավվածության մասին է խոսվում, բայց այս հարթակում էլ հնարավոր չի լինում վերջնականացնել գործը, ինչու՞։ Դե նարեկ, մի տարին դեռ չի լարում, հələ կես տարին է ոնց որ թե լրացել նոր, որտեղ օգոստոսից մինչև փետրվար 6 ամիս էլի մոտավորապես։ Չէ, կներեք խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը օգոստոսից շուտ է եղել։ Չէ, Վաշինգտոնում նախաստորագրվեց։ Վաշինգտոնում օգոստոսին Ճիշտ է, հա, ներողություն։ Հիմա տեսեք, ինչ վերաբերում է ստորագրմանը, ես իմ ընկալմամբ կա երկու հնարավոր սցենար, թե հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը եւ դրա ռատիֆիկացիան ինչ պրոցեսների արդյունքում է լինելու։ Մի սցենարը հետեւյալն է։ Դուք գիտեք, որ մարտին ուրեմն Հայաստանի իշխանությունները արդեն հայտարարել են, որ իրենք հրապարակելու են սահմանադրության իրենց առաջարկվող նախագիծը։ Ինչքանով որ ես եմ հասկանում, այդ նախագծում ուրեմն Հայաստանի անկախության հռչակագրին հղումը չի լինելու եւ Ադրբեջանի համար խնդրող առարկա հանդիսացող դրույթը փաստորեն չի լինելու այդ նախագծում։ Դա կարա լինի առիթ, որպեսզի դրա արդյունքում ստորագրվի գարնան ընթացքում հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը, բայց դեռևս չվավերացվի խորհրդարանների կողմից։ Ստորագրումից հետո Հայաստանում հունիսին տեղի կունենա խորհրդարանական ընտրությունները, դրանից հետո ինչ որ ժամկետ անց տեղի կունենա ռեֆերենդումը, հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման եւ դրանից հետո տեղի կունենա ուրեմն ռատիֆիկացիան խորհրդարանների կողմից խաղաղության համաձայնագրի եւ այն վերջնականապես կմտնի ուժի մեջ։ Սա մի սցենարն է, որ ես հնարավոր համարում եմ։ Երկրորդ սցենարը դա ուրեմն մարտին տեղի կունենա հրապարակումը, հունիսին ընտրությունները, ապա ռատիֆիկացիան, ներողություն, ապա հանրաքվեն սահմանադրության նոր սահմանադրության ընդունման, որից հետո ստորագրումը խաղաղության համաձայնագրի եւ
ռատիֆիկացիան այդ համաձայնագրի, դա արդեն կընկնի մոտավորապես 2027 թվական։ Այսինքն այս երկու սցենարները վերաբերում են 26 թվական ու 27 թվական ստորագրության համապատասխանաբար։ Կա իհարկե նաև երրորդ սցենարը, որը ընդհատում է ուրեմն նախատեսում այս process-ների, օրինակի համար խաղաղության կողմնակից ուժերը չեն հաղթում Հայաստանում խորհրդարանական ընտրություններում, կամ չի ստացվում իրականացնել ռեֆերենդումը, այս տարբերակները իրենց հերթին ստեղծում են հարյուրավոր ուրեմն հնարավոր այլ սցենարներ, որոնք կանխատեսելի կդառնան այդ փուլի իրականացման դեպքում, այսինքն հնարավոր կլինի խոսալ օրինակ ընտրությունների արդյունքում այլ ուժերի հաղթանակի հետևանքների մասին դրա հաստացի իրացման դեպքում։ Եվ տարածաշրջանում զարգացումները ինչ ազդեցություն կունենան այս գործընթացի վրա։ Հիմա գիտենք, որ լարված է բավականին իրավիճակը Իրանի շուրջ, Թեհրանից ասում են բանակցային ճանապարհով խնդիրները լուծեն, դրան զուգահեռ Վաշինգտոնը կուտակում է, կենտրոնացնում է իր հնարավորությունները, ինչ սպասել։ Դե, եթե հենց Իրանի մասին եք հարցնում, ապա այստեղ իհարկե մեզ համար կան ռիսկեր, բավականին լուրջ ռիսկեր։ Առաջինը դա մեզ համար կոմունիկացիոն կարևորագույն նշանակություն ունի հարավային ճանապարհը, այսինքն Պարսից ծոցի նավահանգստներից դեպի Հայաստան եկող ճանապարհը, դա Չինաստանի, ասիական շուկաների հետ մեր ուրեմն առևտրի իրականացման կարևորագույն երակներից, արտերիաներից մեկն է, եւ կոնֆլիկտի սրումը կամ դրա տաք ֆազա մտնելը լրջագույն խնդիրներ է ստեղծելու մեր մատակարարման ուղիների համար, սա առաջին ռիսկն է։ Երկրորդ ռիսկը, եթե այդ կոնֆլիկտը դառնում է շարունակական, երկարատև տաքացման մասին է խոսքը, կա նաև միգրացիոն լուրջ ռիսկեր, որովհետև Իրանի հարևանների մեջ կարծես թե 3 երկիր կա, որոնք քիչ թե շատ ինչ-որ կայուն համակարգ են իրենցից ներկայացնում, դա Թուրքիան է, Հայաստանը եւ Ադրբեջանը, մյուս հարևանները Իրանի Իրաքն է, Թուրքմենստանն է, Աֆղանստանն է, Պակիստանն է, որտեղ սովորաբար մարդիկ որևէ պարագայում չեն արտագաղթում, այդ այն դասական երկրները չեն, որտեղ որ մարդիկ ինչ-որ բանատեղենում փորձում են այդ երկրները գնալ։ Հիմա սա նշանակում է, որ եթե ինչպես նշեցի, այդ կոնֆլիկտը դառնում է տևական, ապա այս 3 երկրներն են այն հիմնական հավանական ուղղությունները, որ մարդիկ ճանապարհ կբռնեն փախնելու համար Իրանից։ Սա իր բնականաբար բավականին լուրջ ռիսկ է մեր նման փոքր երկրի համար։ Սրանով հանդերձ ես կարծում եմ կա նաև մի այսպիսի ուրեմն իրողություն, որը մենք տեսանք Վրաստանի օրինակով։ Օրինակ հիշում եք, երբ որ Վրաստանը այսպես անտրամաբանական գին առաջարկեց հայ-ադրբեջանական այդ ուղիղ առևտրի նախնական փուլերում, շատ ակտիվ խոսակցություն սկսվեց եւ Հայաստանում եւ Ադրբեջանում ուղիղ հաղորդուղիների ստեղծման վերաբերյալ։ Հիշում եք, չէ՞, այնտեղ հրապարակումներ եղան եւ այլն եւ այլն։ Հետո վրացիները գին իջացրեցին, այդ խոսակցություններն ոնց որ ասած դադարեցին։ Հիմա պատկացեք այսպիսի իրավիճակ, եթե Իրանում ոնց որ ասած բանը բանից անցնում է եւ Ադրբեջանի համար խնդիր է դառնում, դուք գիտեք, որ Ադրբեջան-Նախիջևան կապը այսօր Իրանով է տեղի ունենում։ Եվ Ադրբեջանի համար դա դառնում է շատ լուրջ խնդիր։ Ադրբեջանը ստիպված է լինում այդ պարագայում մեզ հետ ինչ-որ լուծում գտնել, ամենաարագ կազմակերպվող, որ հնարավոր է շաբաթների ընթացքում կազմակերպել, դա հետևյալ լուծումն է, որ ադրբեջանական բեռները, ուղևորները մտնում են Վրաստան երկաթուղով։ Այնտեղից Վրաստանից Հայաստան, ուրեմն գալիս են մեր երկաթուղային համակարգով հասնում են Երասխ, այնտեղ մի քանի կիլոմետր հատված կա, մենք դա վերականգնում ենք, օրինակ մտնում են Նախիջևան։ Այսինքն այս պարագայում Հայաստանը դառնում է Ադրբեջանի համար կարևորագույն մի հաղորդուղի, որից իրանք կախվածություն են ունենում Նախիջևան մուտք ու ելք իրականացնելու ուրեմն հարցում, իսկ կախվածությունները միմյանցից, փոխկախվածությունները, համագործակցությունը այս հարցերում, դա լավագույն բաղադրատոմսերից մեկն է խաղաղության կառուցման։ Վրաստանի հետ էլ կարծեք նոր խնդիրներ են առաջ գալի։ Դուք ինչ եք կարծում, այս բեռնատարների հետ կապված զուտ տեխնիկական հարց է, թե քաղաքական։ Ես կարծում եմ դա եւ քաղաքական հարց է, եւ Վրաստանի ներսում տեղի ունեցող այսպես ռեգրեսիվ բնույթի փոփոխությունների հարց է։ Կոռուպցիան վերադառնում է Վրաստան ու վերադառնում է շատ մեծ տեմպերով։ Դրան զուգահեռ Վրաստանում կա այսպես երկու քաղաքական հարց ըստ էության։ Մեկը դա անթաքույց խանդ բառը երևի թե կարող եմ օգտագործել այն process-ներին, որ տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի միջև, որտեղ իրենք ունեն բավականին լուրջ մտահոգություն, որ այդ կարգավորումների արդյունքում իրենք կզրկվեն
տասնամյակներ շարունակ ձևավորված իրանց բացառիկ դերակատարությունից այն է թե բոլորը բոլոր տեղեր գնալու համար գնում էին Վրաստանով Ադրբեջանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան, Թուրքիայից Ռուսաստան, Ադրբեջանից Եվրոպա, Հայաստանից Ռուսաստան, Հայաստանից Եվրոպա, այդ բոլոր ճանապարհները այսպես թե այնպես անցնում էին Վրաստանով, որտեղ փակ էր եւ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական ճանապարհները։ Հիմա այս ճանապարհները բացվում են, առնվազն բոլոր կողմերը ունենում են այլընտրանք։ Ես հերոյ եմ, ինչ-որ ռոմանտիկ բաներ չեմ ասում, թե հենց բացվեց բոլոր ճանապարհները գալու են Հայաստանով անցնեն, Վրաստանով էլ ոչ մեկ չի գնալու գա եւ այլ, բայց բոլոր կողմերը հարգելի Նարեկ արդեն ձեռք են բերում այլընտրանք, ինչը նվազեցնում է Վրաստանի քաղաքական հնարավորությունները, տնտեսական հնարավորությունները, դերը եւ այլն։ Դա այսինքն այդ մի բաղադրիչն է, այ անթակույց անդը կամ չբավարարվածություն այս process-ներով։ Երկրորդ քաղաքական բաղադրիչի մեջ ես տեսնում եմ որոշ առումով ռուսական ականջներ, հա։ Ես բազմիցս եմ ասել, նաև ձեր այդ խոսակցություններում եմ իսկ կարծում ես հարցը բարձրացրել, որ Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական կոնֆլիկտը հանդիսանում են այս տարածաշրջանում իրանց ներկայությամբ կարևորագույն բաղադրիչը կամ կարևորագույն խարիսխը։ Եվ եթե այսօր հնարավոր է Վրաստանի միջոցով փորձել հարվածներ հասցնել այս կարգավորման գործընթացներին, ապա Ռուսաստանը նաև դա կանի եւ նաև դրան ունակ։ Եվ պարոն Քոչինյան, ինչ է կարծում, իրատեսական է երկաթուղու կառավարումը ռուսական կողմից վերցնելու թե ոչ։ Թե Նիկոլ Փաշինյանը զուտ ինչ որ մտքեր է արտահայտեց ՔՊ գրասենյակում, երբ որ ասում էր տանք այնպիսի պետության, որը եւ մեր եւ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունի։ Հույսով եմ, որ դա զուտ մտքեր արտահայտել չէ, որովհետև ռուսական կոնցեսիայի վերացումը եւ ուրեմն վերանայումը այդ պայմանագրի այլևս ելնում է Հայաստանի Հանրապետության կենսական կարիքներից եւ դա անհրաժեշտություն է, բացատրեմ ինչու։ Եթե թրիփը իրականացվում է, իսկ ոնց տեսնում ենք այն իսկապես իրականացվում է եւ դա ժամանակի հարց է դառնում, կա մեծ բավականին ու կարևոր հարց ենթակառուցվածքները, որոնք մտնում են Նախիջևան, լինի դա երկաթգիծ, ավտոճանապարհ, գազամուղ, նավթամուղ եւ այլն, կապ չունի, հա, ինչ մասին է խոսքը։ Նախիջևանից ինչպես են շարունակվում։ Դրանք գնում են Նախիջևանից Կարս ուղիղ կապով, ինչպես օրինակ դա այսօր հայտարարել է Թուրքիան, որ ինքը պատրաստվում է կառուցել երկաթուղային կապ Կարսից Նախիջևան։ Թե գնում են գոյություն ունեցող ըստ էության Նախիջևան, Երասխ, Գյումրի, Կարս ճանապարհով։ Եվ այս հարցի պատասխանը կապված է, ես չեմ կարծում, որ այստեղ որոշում կա հստակ, ես կարծում եմ, այստեղ կա process, որը մի քանի բաղադրիչներից է կախված։ Առաջինը ով է լինելու կառավարիչը Հայաստանում երկաթգծային համակարգի, որովհետև Ռուսաստանի ներողություն, Ադրբեջանի, Թուրքիայի, մեր արևմտյան գործընկերների համար եւ ներդրումներ բերելու տեսանկյունից ռուսական կոնցեսիան մեծագույն խնդիր է։ Երկրորդ, ինչպես արդեն նախորդ խոսքում նշեցի, ներդրումները։ Մենք այսօր տեսնում ենք, որ ռուսական կողմը ի վիճակի չէ բավականաչափ ներդրումներ անելու եւ Հայաստանում երկաթգծային համակարգը մրցունակ տեսքի բերելու համար, որովհետեւ այդ RŽԴ-ն, որը որ փաստացի կառավարիչն է, այսօր հայտարարությունների մեջ դες ճիշտ եմ հիշում 50 միլիարդի պարտք ունի եւ բանկրոտության հա նախաշեմին ըստեյության կանգնած։ Իսկ մենք մի հատ այնպեսի փուլում ենք, որ մենք հիմա օդուջրի պես այս ոլորտում պետք է ներդրումներ, որովհետեւ մենք դառնանք մրցունակ երկիր մեր հարևանների հետ այս հարցերում։ Հայաստանը հարավային Կովկասի ըստ էության ամենահետամնաց երկիրն է, ամենակիչ հնարավորություններ ունեցող երկիրն է երկաթգծային կապի հիմնահարցերում, հա։ Եվ ներդրումներ բերելու տեսանկյունից Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից, այլ պետություններից հիմնական խնդիրը այս պետությամբ RЖD-ի ուրեմն կոնցեսիան է, որովհետև RЖD-ն սանկցիաների տակ գտնվող կազմակերպություն է։ Ուսա երկրորդ կարևորագույն խնդիրն է, թե ինչու ուրեմն կոնցեսիայի վերացումը այս պետության մեր հիմնարար կարիքն է, որովհետև գիտեք կա բավականին լուրջ ըստ էության սպառնալիք, որ սահմանների բացման պարագայում անգամ եթե այս ենթակառուցվածքները կառուցվում են այնպես, որ շրջանցում են Հայաստանը, խոշոր կոմունիկացիաների, ուրեմն տարանցիկ ճանապարհների տրամաբանության մեջ Հայաստանը ըստեյության կարա շարունակի մնալ բլոկադայի մեջ։ Երբ որ բոլոր ճանապարհները կկառուցվեն այնպես, որ դրանք կշրջանցեն Հայաստանը։ Եվ հիմա մեր խնդիրը պետք է լինի անել հնարավոր ամեն ինչ,
որպեսզի դա տեղի չունենա, որտեվ սա բավականին լուրջ հոսքեր են, սա բավականին լուրջ գումարներ են, եւ որ ինձ համար ճիշտ ասած անգամ ավելի կարեւոր է, երբ որ դու տարածաշրջանի ենթակառուցվածքների խաչմերուկ ես, դրա բաղադրիչն ես, բաղկացուցիչ մասն ես, դա բավականին լուրջ անվտանգային ուրեմն երաշխիք է, որովհետև ինչպես նախորդ խոսքում նշեցի, հա, այդ փոխկախվածությունները եւ փոխադարձ պետք լինելը միմյանց ինքը բավականին կարևոր է եւ բավականին կարևոր բաղադրիչ է կարող լինի մեր անվտանգության ռազմավարության։ Բայց Շոյգուն կարծում է, որ մի գիշերում կփլուզվի Հայաստանում երկաթուղային համակարգը, եթե Ռուսաստանը դադարեցնի կառավարումը։ Դե գիտեք, դա ինձ թվում է մոտավորապես նույն ժանրից է, որ ինչ որ ասել էր իրանց ուրեմն Լուկաշենկոն, երբ որ ասել էր «А кому Армянии нужны? Куда они денутся?» եւ այլն, այսինքն այդ նույն օպերայի հայտարարություններից են կարծիքով։ Բայց սա չի նշանակում, որ ռուսական կողմը այդքան հեշտությամբ չի պատրաստվում զիջել այս Իհարկե կառավարումը։ նշանակում են արեք եւ ես կարծում եմ այստեղ պետքա իրապես հետեւողական եւ լուրջ գործընթաց, ինչպես որ օրինակ պետքա հեծի համատեքստում, ինչպես օրինակ պետքա նոր ատոմակայանի կառուցման համատեքստում, ինչպես որ պետքա բազմաթիվ այլ հարցերում։ Գիտեք, ես կարծում եմ հայ-ռուսական հարաբերություններում մեզ պետք է ոչ թե այսպես բարձր հայտարարություններ, էմոցիոնալ հայտարարություններ, այլ հակառակը լրելյային տնային աշխատանք։ Եվ պարոն Քոչինյան, այս քննարկումներում, հա, ինչու է օրինակ Ռուսաստանից հնչող հայտարարությունը ընկալվում որպես Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ, արևմուտքից գումար տալը եւ հիբրիդ այսպես կոչված, ինչպես իշխանություններն են նշում, հիբրիդային պատերազմի դեմ պայքարելը չի համարվում Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձ։ Վենսի աջակցությունը, թեև ասում է անձնական աջակցություն, բայց դա չի համարվում Հայաստանի ներքին գործերին խառնվելու փորձը։ Ինչու նման տարբերակում կա։ Տարբերակում անողը չգիտեմ ով է, բայց համենայն դեպս անգամ հանրային հեռուստաընկերության եթերում ես Վենսի այցի հաջորդ օրը նշեցի, որ իմ կարծիքով անգամ այդ հայտարարությունը նույնպես ուրեմն այսպես գորշ գոտում է գտնվում կամ կարելի է նաև դա կոչել միջամտություն Հայաստանում ընտրական գործընթացներին, բայց ինչպես ես օրինակ մեր խոսակցին ամենասկզբում նշեցի, սա Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաաշխարհաքաղաքականացված ընտրություններն են, որոնցում միջազգային ակտորների ներգրավվածությունը իսկապես աննախադեպ մակարդակի է։ Սա ասելով հանդերձ, ես կարծում եմ մենք դեռ ամեն դեպքում պետք է արձանագրենք, որ կա բավականին լուրջ բովանդակային տարբերություն նրա մեջ ինչ անում է Ռուսաստանը եւ նրա մեջ ինչ անում է Եվրոպական միությունը։ Հիմա բացատրեմ ինչ տարբերություն։ Ռուսաստանի Դաշնությունը իր համար սահմանել է հստակ քաղաքական պրոյեկտ, թե ինքը ինչ է ուզում տեսնել այդ ընտրությունների արդյունքում, եւ այդ արդյունքին հասնելու համար օգտագործում է ամենատարբեր գործիքները, օրինական եւ ոչ օրինական, հա։ Իսկ Եվրոպական միությունը ինչ է անում։ Եվրոպական միությունը փորձում է աջակցել Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին, ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ այլ հաստատություններին իրենց սահմանադրական եւ իրավական պարտականությունները կատարելու ճանապարհին։ Այսինքն այստեղ իսկապես բավականին լուրջ տարբերություն կա մեկ եւ երկրորդը այստեղ հարցը նաեւ ոչ միայն ձևի մեջ է, որտեղ ինչ որ նկարագրեցի դա ըստեյության ձևն է, այլ նաեւ բովանդակության մեջ է։ Ռուսաստանի քաղաքականությունը այս հարցում եթե խիստ մասնագիտական տերմին օգտագործեմ, ինքը նեոկոլոնիալ, հետ պոստկոլոնիալ, հետ գաղութային քաղաքականություն է։ Ինչ ասա նշանակում։ Որ Ռուսաստանի օպտիկայով, Ռուսաստանի տեսնելով, հա, ասենց ասենք, այս տարածաշրջանը եւ այս պետությունը իր նախկին գաղութն է, որի ներքին գործեր, արտաքին գործեր իր համար չկա։ Ինքը պետքա որոշի ստեղ ոնց պետք է արնի, ինչ պետք է իրականացի, ոնց պետք է կառավարվի այս երկրի ժողովուրդը, ոնց պետք է ապրի եւ այլն եւ այլն։ Եվրոպական միության տեսանկյունից սրա ճիշտ հակառակն է, ոչ թե զուտեն պատճառով որ չգիտեմ, Եվրոպական միությունը լավն է, Միացյալ Նահանգները լավն է Ռուսաստան, բացարձակապես հենց այն պատճառով, որ Ռուսաստանի համար սա հետգաղութային տարածք է։ Այսինքն սա ինչ որ չափով խոշոր պետությունների մրցակցության տեսության մեջ ենք մենք մտնում, որ եթե Ռուսաստանը ուզում է ստեղ լինի իր համար գաղութ, առնվազն այդ պատճառով Եվրոպական միությունը դա չի ուզում, որ ստեղ լինի ռուսական գաղութ, հա։
Ինչը իր հերթին մեզ Եվրոպական միությանը դարձնում է բնական դաշնակից, որտեղ Եվրոպական միության համար վատ է, որ մենք լինենք ռուսական գաղութ, մեզ համար վատ է, որ մենք լինենք ռուսական գաղութ։ Սա մեզ դարձնում է բնական դաշնակիցներ։ Բովանդակային առումով էլ տարբերությունը սա է։ Եվ վերջում օրերս ակտիվ քննարկվում էր Հայաստան-ադրբեջանցիների այցը, թեև Ռուսաստանի քաղաքացիներ էին։ Սա արդյոք արդեն իսկ Երևանի եւ Բաքվի Նկատի ունեք այն երկու հոգին, որ բանին էր, հա։ երկու հոգում ոչ քաղաքասարակության ներկայացուցիչներ են։ Եվ չեք կարծում, որ սա արդեն Երևանի եւ Բաքվի միջև ձեռբերված նախնական պայմանավորվածությունների խախտում է, որովհետեւ կար միմյանց գործերին չմիջամտելու, միմյանց ներքին գործերին չխառնվելու եւ այսպես սադրանքների չդիմելու պայմանավորվածություն է նախաստորագրված փաստաթղթում։ Հիմա սա արդյոք չի խախտում այդ պայմանավորվածությունը։ Նարեկ, ես ինչքան հասկացա ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, նախ այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացիներ են։ Երկրորդը սա ինչքան հասկացա առաջին անգամը չի, որ իրանք եկել են Հայաստան։ Եթե ճիշտ եմ հիշում, դա գրած էր, որ 13 ու 14 թվականներին էլ էին եկել։ Այս առումով սա որևէ կերպ կապել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության հետ ինձ թվում է մի քիչ սխալ է։ Սա ըստ էության երկու անհատների կատարած այցելություն է։ Ես չեմ զարմանա, որ, չգիտեմ, Ադրբեջանի Հանրապետությունը սա հետ որևէ կապել չունենա։ Կդժվարանամ, որտեղ չեմ հետևել ոնց որ իրադարձությունը մանրամասն, կդժվարանամ ասել դա ինչ որ sense բացասական, այսպես պրոբլեմատիկ իրադարձություն ա եղել, եթե այդպեսին ա եղել, չեմ բացառի, որ դրա մեջ եղել է ինչ որ չար միտում, բայց եթե այդ մարդիկ Ռուսաստանի քաղաքացիներ են, այնտեղ ոնց որ սլակները կարող մի փոքր այլ ուղղությամբ գնան, ոչ թե Ադրբեջանի ուղղությամբ, հա, սա մեկ, երկրորդը նաև գիտեք, կարևոր է, որ մենք մեր ուրեմն վախերը մի քիչ կառավարել կարողանանք։ Գիտեք, Նարեկ, ես չեմ կարծում, որ երկու մասնավոր անձ, որոնք որ իրանց մեքենայով գալիս են Հայաստան, որևէ օրենք չեն խախտում, չգիտեմ, ես այնտեղ մի հատ վիդեո եմ տեսել, ոնց որ ոստիկաններին մոտենում ինչ որ բան են հարցնում, դա եմ տեսել ճիշտ ասած, չէ՞ որևէ արտառոց բան այդտեղ չեմ տեսել։ Դե չէ, Ամասիայում ասում են կներեք, սա մեր հողերն է, մեր պատմական հայրենիքն է, պետք է վերադառնանք եւ այլն։ Ասել են մեր հողերն է, մեր պատմական հայրենիքն է։ Շատ կարևոր է իհարկե համատեքստը խոսակցությունը, բայց նույնից եմ ուզում կրկնել, մենք մեր վախերը պետք է մի քիչ կառավարել կարողանանք։ Երկու անհատ չեն կարա մանավանդ նույնից եմ կրկնում, եթե իրանք օրենք չեն խախտում, եթե իրանք իրանց նորմալ են պահում այս երկրում, չեն կարա մեր համար սպառնալիք հանդիսանալ, ի վերջո սա պետություն է, մենք ինչ որ անպաշտպան համայնք չենք։ Հասկանում եք, սա պետությունն է իր իրավական համակարգով, իր ծառայություններով եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ վերաբերվում է, չգիտեմ, այնտեղ պատմական հայրենիք, վերադարձ եւ այլն, նախ նույնից եմ կրկնում, պետք է հասկանալ համատեքստը, կոնտեքստը, հայտարարությունն է պետք տեսնել ինչ են ասել, ոնց են ասել։ Եթե այնտեղ կա օրինակի համար մեզ համար պրոբլեմատիկ որևէ արտահայտություն, որ իրենք իրենց թույլ են տվել, դա էլ շատ հեշտ կառավարվող բան է, այդ մարդկանց մուտքը կարա այլևս Հայաստան արգելվի։ Ու Ռուսաստանի քաղաքացի կլինեն, թե Ամերիկայի քաղաքացի կլինեն, դա ընդհանրապես հարց չի կարա լինի։ Եթե իրանք օրինակ համար որևէ պահ հարցականի տակ են դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանի իշխանությունը, այդ տարածքների վրա Հայաստանի իրավազորությունը, որևէ կերպ, որևէ բան, ուրեմն Հայաստանի կասկածի տակ են դրել, ապա այս բան կարևորյանք ես ինչքան հասկացա արդեն լքեր են Հայաստանը, կար արգելք դրվի եւ այդտեղ օրինակ համար կար նաեւ իրավապահ համակարգին հարց դրվի, թե ինչի այդ մարդկանց նկատմամբ գործողություններ չեն իրականացվել, բայց նույնիսկ եմ կրկնում, ես վստահ չեմ, որ ինչ-որ նկարագրեցի տեղի է ունեցել։ Շնորհակալություն, պարոն Քոչինյան, հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։